Ցելի հավատավոր եղբայրներ եւ քույրերի Քրիստոս։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ամեն բառի օգտագործման վրա, որ հաճախակի է մեզանում, որպիսի այն անհարկի օգտագործումներից զերծ մնանք։ Այսպես է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Ահա, տեսնում եք, այսպիսի մի հետաքրքիր մեջբերում ունենք Հայտնության գրքում, որտեղ ամեն բառը հենց վերաբերում է մեր Տիրոջը ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ամենից հետո եկող բառերը հենց այդ բառի բացատրություններն են բնութագրելով մեր Տիրոջը։ Երկրորդ տեսակի օգտագործումը, որ հանդիպում ենք մենք Սուրբ գրքում, ամեն բառը մեկական կամ կրկնակի օգտագործմամբ դրվում է որևէ բառի կամ խոսքի սկզբում, օգտագործված է շատ անգամներ մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի կողմից իր քարոզների ժամանակ, եւ այսպիսի օգտագործումը ավելի ընդգծուն եւ հաստատուն է դարձնում խրատը, ավելի ուշադրություն է հրավիրում Տիրոջ այդ խրատին եւ թարգմանվում է ճշմարիտ է։ Երրորդ տեսակի օգտագործումը, որ հանդիպում է Սուրբ գրքում, ամեն բառը կրկին անգամ մեկ անգամ կամ կրկնակի օգտագործվելով դրվում է սաղմոսների վերջում, աղոթների վերջում, նաև եկեղեցում օգտագործվում է շարականների վերջում եւ թարգմանվում է այսպես է, թող լինի իմաստով եւ ավելի ցանկալի է, որպեսզի մենք այս բառը ավելի ընդգծուն դարձնենք մեր աղոթական վիճակի մեջ, մեր սրտի խորքում մասնակից լինելով աղոթքներին կամ բարձրաձայն ամեն բառը ասելով մասնակիցը դառնալ հոգևորականի կողմից ասվող այն աղոթքին, որը մանավանդ մեզ համար է կատարված։